Երևանից հնչած ճակերտավոր նախադեպը, Ալիևի մշակութային վանդալիզմը ստանում է բառային երաշխիք պաշտոնական Երևանից։ Ճիշտ է, քաղաքականությունն ու հոգևոր դաշտը երբեք պարտադիր չէ, որ ներդաշնակ քայլեն, բայց երբ նրանց հակասությունները վերածվում են հրապարակային նվաստացման, դա արդեն ոչ թե հակասություն է, այլ արժանապատվության խնդիր։ Հայաստանի քաղաքական պատմության մեջ եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները հաճախ եղել են բարդ եւ խրթին, բայց Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիները առանձնացել են մի բանով։ Այս երկու ինստիտուտների միջև ոչ միայն վստահություն չի եղել, այլև պարբերաբար նկատվել է բացահայտ անարգանքի եւ հակադրության շեշտադրում։ Վերջին օրերին վարչապետի հրապարակային արտահայտությունները որոշ եկեղեցիներում տիրող վիճակի եւ ընդդեմ բարձրաստիճան հոգեվորականների արժանացավ հասարակության զգալի հատվածի բուռն հակազդեցությանը, բայց այս անգամ արձագանքը չսահմանափակվեց հայաստանյան հարթակով։ Ադրբեջանական մամուլը Փաշինյանի խոսքերը ներկայացրեց որպես անվայելուչ եւ պատմության մեջ աննախադեպ, հերթական անգամ օգտվելով մեր ներքին ճգնաժամից, այն վերածելով քարոզչական զենքի։ Օրինակ Բիզի մեդիա լրատվական կայքը մի ամբողջական հոդվածով անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը եւ նշել, մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վարչապետի այս հայտարարությունը հնչում է որպես ինքնաբացահայտում, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը պարբերաբար մեղադրում է Ադրբեջանին հայկական եկեղեցիները իբր ոչնչացնելու մեջ։ Այժմ կառավարության ղեկավարն ինքն է խոստովանում, որ Հայաստանի ներսում գտնվող եկեղեցիները վերածվել են աղբանոցների եւ պահեստների։ Շերկ Ազ լրատվականի հետ զրույցում Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Թուրալ Իրֆանը թեմայի առնչությամբ նշել է, թե Նիկոլ Փաշինյանը տեսնում է եկեղեցու կործանարար գործողությունները եւ որ հայ հասարակությունը նույնպես ցանկանում է ազատվել եկեղեցուց։ Ինչպես նշել է Իրֆանը, հիմա մենք արդեն խաղաղության վճռական փուլում ենք, իսկ շարլատան ուժերը ցանկանում են իրենց վերջին փորձն անել եկեղեցու ձեռքով եւ որ Փաշինյանը ամբողջ սրտով հարձակվում է եկեղեցու վրա։ Վարչապետի հայտարարությունը եկեղեցիների չուլանացվածության մասին ակամա տալիս այն հիմնավորումը, որին սպասում է Ալիևի վարչակազմը։ Այս մասին Բաքու TV հեռուստաընկերության լրատվական եթերում հնչել է կարծիք, թե եկեղեցու եւ Փաշինյանի հարաբերությունները սրվել են 2018 թվականից եւ որ այժմ Հայաստանը կանգնած է նոր ճգնաժամին դեմ հանդիման։ Ըստ այս լրատվամիջոցի ռեպորտաժներից մեկում հնչած կարծիքի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եկեղեցին իբրև թե օգտագործում են քաղաքական պրոցեսներ գեներացնելու նպատակով։ Քաղաքագետ Մեհեմեդ Ասադուրզադեն կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը նկատել է եկեղեցու քաղաքականացվածությունը եւ այդպիսով փորձում է կանխել նրա ազդեցությունը իշխանության վրա։ Ըստ նրա Փաշինյանը կարող է եւ կկանխի Քոչարյան-Սարգսյան տանդեմի ձեռքերով եկեղեցու միջոցով իշխանությունը վերցնելու փորձերը։ Արդյոք այս խոսույթը գալիս է Բաքվից եւ լցվում մեր փողոցներ, թե հակառակը դեռ հայտնի չէ, բայց Ադրբեջանում կարծում են, որ Փաշինյանի նախաձեռնած այս գործընթացը բերելու է եկեղեցու էության եւ գաղափարախոսության ամբողջական վերափոխմանը։ Մեկ այլ լրատվական էլ փորձել է արդարացնել Նիկոլ Փաշինյանի սուր հայտարարությունները։ Մոդեռնազ լրատվականը մեջբերել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքերը եւ գրել, թե եկեղեցականներն էլ պարբերաբար վիրավորել են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին, եւ որ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն պաշտոնյան չի հանգստացել եւ պարբերաբար իրար հետևից գրառումներ է անում իր Facebook-յան էջում։ Այս թեժ պահից չօգտվել չէր կարող մեզ քաչ հայտնի այսպես կոչված արևմտյան Ադրբեջան համայնքը։ Համայնքը հայտարարություն է տարածել, որում թեև մոռացել է հիշատակել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, սակայն նշել է, թե հայ առաքելական եկեղեցին ատելություն է տարածում։ Նշել է, թե հայ առաքելական եկեղեցին է, որ սերմանում է ռասայական ատելություն եւ ժխտողական դիրքորոշում է ցուցաբերում ադրբեջանցիների նկատմամբ։ Իբրև ապացուցում է, որ քաղաքականացված կազմակերպություն է հերու մարդասիրական արժեքներից եւ նրա իրական նպատակը ժողովուրդների միջև անհամաձայնության խորացումն է։ Պատկերն ամբողջական չէր լինի, եթե այս խնդրին չանդրադառնար Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալլա Շուքուր Փաշազադեն եւ իր հերթին նոր պահանջ չառաջադրեր պաշտոնական Երևանին։ Ըստ նրա հայկական կրոնական շրջանակները հաստատվել են պատմական ադրբեջանական հողում, որը իբրև թե կոչվում է Ուչմուաձին, որտեղ իբրև թե ննջում են ադրբեջանցիները եւ որ հայերն էլ այստեղ զբաղված են իրենց կրոնական ներկայությունը հաստատելով այն տարածքներում, որոնք իրենց չեն պատկանում։ Ադրբեջանական Ազերթաջ գործակալությունն էլ հիշեցրել է, թե Հայաստանի վարչապետի եւ հոգեվորականության միջև հարաբերությունները սրվել են հատկապես այն բանից հետո, երբ հայ առաքելական եկեղեցին 2020 թվականին պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Ըստ Բաքվից խոսող այս լրատվամիջոցի, եկեղեցին նաև բազմիցս քննադատել է Փաշինյանին Ղարաբաղի հարցում իր քաղաքականության համար, ինչն էլ գուցե պատճառ է դարձել, որ անցյալ տարի Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարի մայրաթոռին հարկելու անհրաժեշտության մասին եկեղեցին անվանելով ազդեցության գործակալ։
Հակահայ քարոզչամեքենայի ամենաարագ ընթացը կալիբեր ազը եւս անմասն չի մնացել հայ եկեղեցուն քննադատելու Երևանի ընձեռած հնարավորությունից։ Խմբագրական բաժնում հրապարակված հոդվածում նշում են, թե Հայաստանի առաքելական եկեղեցին եղել է, կա եւ կլինի մի կառույց, որը սերմանում է ազգային եւ կրոնական թշնամանք, տարածում է ստեր, անհեթեթություններ եւ առասպելներ, Հայաստանը մղելով դեպի անդունդը։ Նրանք նաև չեն վարանել որոշման համար տեղ թողնել հայերի համար։ Նշել են, թե միայն Հայաստանի քաղաքացիներն իրենք կարող են պատասխանել այն հարցին, թե արդյոք ցանկանում են վերջնականապես գլորվել այդ անդունդը։ Երկրի ղեկավարը ընդդիմախոսների համոզմամբ անուղղակիորեն արդարացնում է նաև Արցախի օկուպացված տարածքներում հայկական եկեղեցիների հանդեպ իրականացվող մշակութային վանդալիզմը։ Այսպիսի հռետորաբանությունը իր ողջ պարզությամբ լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այն ստանում է միջազգային արձագանքներ, որոնք օգտագործվում են ընդդեմ Հայաստանի, ժխտելու, նսեմացնելու եւ ի վերջո ոչնչացնելու համար հայկական ինքնության ամենահին եւ անբաժան տարրերից մեկը՝ եկեղեցին։ Պետականության հիմքում 3 սյուն կա՝ հող, ազգ եւ հավատ։ Եթե իշխանությունը նպատակադրված կամ ակամա խոցելի է դարձնում սյուներից մեկը, քաղաքական նպատակով կամ հանուն մանևրի, ապա վտանգի տակ է ամբողջ կառույցը։ Իշխանությունները ժամանակավոր են, արժեքները մնայուն։ Հարցն այն է, ով ում պատմության մեջ կմնա իբրև ավանդույթ պահպանող եւ ով այդ ավանդույթի վրայով քայլող։